երկու հարց կարող եք նաև կապ տեսնել նախ պիտի խնդրեմ այդ հարաբերությունը քննարկել ինչ տեղի ունեցավ Պուտին-Ալիև այդ հանդիպումը Ռուսաստան-Ադրբեջան ինչ հարաբերություններ են ոնց է գնահատում եւ այս հայտարարությունը Կրեմլը հայտարարել է որ Բաքվի Երևանի միջև վերջնական հաշտություն պետք է ստորագրվի Մոսկվայում Ակնհայտ է, որ մեր ծրագրերը կյանքի կոչելու համար դեռ շատ անելիքներ կան։ Մենք պատրաստ ենք Երևանի եւ Բաքվին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար։ Այդ թվում համաձայն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին, ասել է Գալուզինը։ Կրեմլը հայտարարել է, որ Բաքվի եւ Երևանի միջև վերջնական հաշտություն պետք է ստորագրվի Մոսկվայում։ Խնդրեմ։ Գիտեք, Մոսկվայում կարող են նման հայտարարություններ անել, բայց խաղը բոլորին այլ Երակում այսինքն նկատի ունեն նոյեմբերի 9-ի պայմանագիր, դա նկատի ունեն, երբ որ ասում են։ Այո, նոյեմբերի 9-ը եւ դրանից հետո իրենց ստորագրած 3 հայտարարությունները 21 թվականի Ինչ է մնացել տակը, ինչու են հիմա հաղումանում դրան, խնդրեմ։ Ընդունած, խնդիրը տակը մնալը չէ։ Հիմա Ալիևը այսպես որոշակի դրական ռևերանսներ արեց Ռուսաստանի կողմը, որովհետև ինչպես նշեցի, ժամանակավորապես խաղը կասեցման փուլում է գտնվում եւ այս պարագայում նա տնտեսական հերթական հարվածներ, որը արդեն մեծ խնդիրներ է առաջացնում Ադրբեջանի համար, ցանկություն չունի կրելու եւ դրա համար որոշակիորեն հետ քայլ արեց այդ սրած ռետորիկայից, հռետորաբանությունից Բնական է, մենք Ալիևի այս վարքագիծը տեսել ենք նաև Իրանի պարագայում, երբ որ ամենաանհեթեթ թվացող իրավիճակում դիվանագիտական հարաբերություններ խզեցին, դեսպանություն փակեցին, հետո այսպես ասած հարաբերությունների բարելավման գնացին, բայց դրան հաջորդեց տակից, այսպես ասած, անօթաչուներ ուղարկելը դեպի Իրան, Իրանի նախագահի գլուխը ուտելը կամ գոնե այդ գործընթացին մասնակցելը եւ նմանատիպ գործողություններ, որոնց մենք ականատես ենք եղել։ Եվ Ռուսաստանը եւ Իրանը շատ լավ գիտեն Ադրբեջանի խաղը, սակայն իրենց հիմա պետք չի արհեստականորեն սրել եւ լարվածությունը հասնել այնպիսի մի կետի, որը դա վերածի ռազմական ինչ-որ մի բախման։ Այսինքն իրենք եւս իրենց հերթին ժամանակ են շահում եւ այդ ժամանակ շահելու process-ի մեջ պիտի դիտարկել այս հարաբերությունների որոշակի դրական տեղաշարժը այդ ուղղությամբ, որովհետև եթե Ռուսաստանը ցանկություն ունենա Ադրբեջանին խեղճացնելու, ապա դա կարող է շատ հեշտ անել եւ շատ կտրուկ քայլերով, բայց դա իրեն այս պահին բոլորովին ձեռնտու չէ մի օջախ եւս կամ առիթ տալու այդ օջախը ստեղծելու, որին ամեն կերպ ձգտում են Զատուլինը հայտարարեց, որ այս հետախուզական ծառայությունները իրենց ջանքերը այդ ուղղությամբ շատ ակտիվ ներդնում են։ Զատուլինը հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից էր եւ իր տերերի կողմից էր կազմակերպված հատուկ արվեց հարաբերությունները խլարեց Ռուսաստանի հետ, որ Միջանցքի հարցը, Սյունիքի հարցը լուծի վերցնի, հետո դրանից հետո նորից հիմա կվերականգնվի հարաբերությունները։ Չի վերականգնվի հարաբերությունները, Միջանցքի հարցը իրենք վաղուց համաձայնեցրել էին եւ ռուսական ոչ եւ զուտ նոյեմբերի 9-ի այդ հայտարարության տեքստում այդ ձևակերպումը ստիպված էին եղել ընդունել, որովհետեւ այդ պահին ուրիշ տարբերակ չունեին։ Բայց համաձայնությունը վաղուց էր եղել եւ վաղուց նախատեսված էր, որ դա պետք է ռազմական ճանապարհով վերցվեր։ Այսինքն Ռուսաստանը այս պարագայում ստիպեց թե Ադրբեջանին, թե Հայաստանին գնալ զինադադարի եւ գնալ զինադադարի որոշակիորեն իր համար ընդունելի պայմաններով, բայց արևմտյան կողմի համար բացարձակապես անցանկալի, որովհետև այդ պարագայում Ռուսաստանի ներկայությունը եւս մի օղակում ավելացավ պակասելու փոխարեն։ Իսկ իրենց ծրագրով ոչ միայն պետք է Արցախը ամբողջովին գնար Ադրբեջանին, այսինքն այդ հարցը ռազմական ճանապարհով լուծվեր, այլև այդ միջանցքը պիտի ռազմական ճանապարհով բացվեր եւ այդ միջանցքի բացման ժամանակ ռուսական մասնակցությունը կամ պիտի ճակատ դառնար պատերազմական գործողությունների համար ուկրաինականում դառնալով երկրորդը կամ պատճառ դառնալ Ռուսաստանին Հայաստանից դուրս հրավիրելու համար եւ հապկից դուրս գալու համար։ Այս ծրագիրը իրենց ուզած ձևով չգնաց եւ այդ պատճառով մենք տեսանք ջերմուկի գործողությունները, որը նույն նպատակին էր ուղված
կամ ռուսներին ներքաշելու ռազմական գործողությունների մեջ ճակատ բացելու համար, կամ չներգրավելու պարագայում իրենցից հրաժարվելու, որը մենք տեսանք հապկի գործընթացներ սկսելու եւ այսպես կոչված Եվրամիության դիտորդական առաքելություն ներմուծելու Հայաստան, որը փաստացիորեն ՆԱՏՕ-ի այսպես ասած քաղաքացիական թևներ ներկայացնում այս պարագայում։ Այսինքն այդ ծրագիրը ուղղակի շեղվել է իրենց գծած ուղուց, բայց իրենց ծրագիրը միշտ եղել է։ Ադրբեջանը այսօր ուղղակի փափուկ բարձ է փորձում դնել Ռուսաստանի գլխի տակ, բայց ես վստահ եմ, որ գոնե ամենավերևի օղակներում գտնվող ղեկավարությունը շատ լավ հասկանում է խաղաղի բոլոր ելևէջները եւ ուղղակի իրենց ոչ Իրանին այս պահին բացարձակապես ձեռնտու չէ ռազմական ակտիվ գործողություններ սկսելը եւ դրա պատճառով նրանք խաղը տանում են ավելի թեկուս սրված, բայց ընկալելի եւ կառավարելի մակարդակով